Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Թուրքական Օդա TV կայքում հրապարակված կեղծ տեղեկություններով հայտնի Okay Deprem-ը հերթական սենսացիոն կեղծիքներ հրապարակել, ըստ որի Նիկոլ Փաշինյանը իբրև համաձայնել է Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ օգտագործման իրավունքների մի մասը առանց փոխհատուցման տրամադրել Թուրքիային։ Վարչապետի մամուլի քարտուղարի անդրադարձը ապատեղեկությանը։ Վարչապետը ներկա է գտնվել Պեկ տարեվերջյան միջոցառմանը։ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ հարկային պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է։ Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը, նաև վերջին զարգացումներին։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիս է տվել, որի ընթացքում հիմնականում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ձեռք բերված պայմանավորվածություններին, խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացին։ Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանում ապուրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատաքննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հայ գերիներն իրենց ներկայացված մեղադրանքները չեն ընդունել։ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ նվիրված 25 թվականի արդյունքների ամփոփմանը։ ԳՇՊետ Էդվարդ Ասրյանը հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանություն։ Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել անչափահասի կյանքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Okay Deprem-ը տարածել է Հայաստանի վերաբերյալ հերթական բացահայտ ապատեղեկատվական եւ կեղծ հրապարակումը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազարի Բաղդասարյանը, նշելով, որ նույն անձը նախկինում եւս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։ Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում եւ նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական նպատակները, իրական պատկերը ներկայացնելով կեղծ եւ մոլորեցնող լույսի ներքո։ Առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնամ այս ապատեղեկատվական արշավներին, բացահայտելով դրանց իրական աղբյուրները, ղեկավարներին, տարածման մեխանիզմները եւ նպատակները, գրել է Բաղդասարյանը։ Նշենք, որ թուրքական Օդա TV կայքում հրապարակված կեղծ տեղեկություններով հայտնի Okay Deprem-ը հերթական սենսացիոն կեղծիքներ հրապարակել, ըստ որի Հայաստանի վարչապետ Փաշինյանը իբրև համաձայնել է Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ օգտագործման իրավունքների մի մասը առանց փոխհատուցման տրամադրել Թուրքիային։ Վարչապետը ներկա է գտնվել Պետեկամուտների կոմիտեի տարեվերջյան միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ հարկային պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է։ Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանը եւ նշել, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես թվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որը աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։ Վարչապետն այցելել է պետական եկամուտների կոմիտե, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի, մասնավորապես պետական բյուջեի եկամտային մասի ապահովման ուղղությամբ գործադրված ջանքերի եւ արձանագրված արդյունքի համար։ Վարչապետի դիտարկմամբ հարկային համակարգը եւ պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են։ Բայց վարչապետի պաշտոնում առավել եւս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները եւ հարկային համակարգը առաջնային է, որտեղ առանց բյուջեի չկա պետություն։ Այսինքն էլի ուրիշ շատ ռիբուտներ կան, որ առանց որոնց չկա պետություն, բայց ես կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ եւ հարկային համակարգը պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկրի անվտանգության ապահովումը, կրթության, առողջապահության ոլորտների զարգացումը, ճանապարհների կառուցումը, այս ամենը կախված է նրանից, թե ինչքան եկամուտ ունի պետական բյուջեն եւ ինչքանով է ծախս գեներացնում։ Վարչապետը պետական բյուջեի եկամուտների ծախսի որպես վառօրինակ ընդգծել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի մեկնարկը տրվելու է 2026 թվականից։ Կարծում եմ, որ բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում, ՀԴՄ հարկեր, օրենք, օրինականություն, մենք այս խորքային շերտերին էլ պետք է անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումը ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ
50-60 հազար ընտանիք բնակարանա ձեռք բերում նորակառույց շենքերում եւ դա ըստ էության մի մեծ մասով տեղի ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետեւ պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում։ Ըստ վարչապետի հարկերի հավաքագրումը պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ է։ Եթե այստեղ խնդիրներ կան, շոշափելի եւ էական, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ պետական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնների տրամադրումը եւ կոչ արել մարդկանց պահանջել այն։ Դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։ Վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսությանն ու նշել, թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես թվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։ Երկրի ղեկավարի խոսքով ՊԵԿ-ը ոչ թե ուժային կառույց է, այլ մի կառույց, որն աջակցում է տնտեսվարողին, որպեսզի վերջինս իր գործերը ճիշտ կազմակերպի։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին եւ ընդգծել, որ դրա նպատակը ապրանքների հետաձգելիությունն ապահովելն է։ Վարչապետի դիտարկման պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը պետք է մեծացնել այսպիսի մեթոդներով, բարեփոխումներով։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ ստվերի կրճատման հարցում, այսպես ասած, բովանդակային պոզիտիվ մեթոդները ավելի էֆեկտիվ են դուրս գալիս ի վերջո։ Եկեք վերադառնանք 2019 թվական, երբ որ մենք հարկային համակարգ ստեղծեցինք 20% եկամտային հարկ։ Այն ժամանակ շատ մեծ մտավախություններ կային եւ մտահոգություններ կային, թե պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն, մենք հարկերը կրճատում ենք, բայց մենք էականորեն ընդհանուր 30-35, 27 23-ից դարձրինք 20% եկամտային հարկ եւ մենք ինչ էֆեկտ տեսանք եկամտային հարկի գեներացումը էականորեն ավելացավ, աշխատատեղերը ավելացան, իհարկե մի մասը ստվերից դուրս եկավ, մի մասը տնտեսական աճի հետ նոր աշխատատեղեր ստեղծվեցին եւ ես շարունակաբար հիմա աշխատատեղերի աճը մասամբ նաեւ կապում եմ այն բարեփոխումների հետ, որ իրականացնում են։ Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Մի մեծ դաշտ է բացվելու եւ այդ դաշտը կապված է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում թրիփ ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 26 թվականին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար եւ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետեւ մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը ըստ վարչապետի մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։ Ամփոփելով վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար։ Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև գիտեք, մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին, որովհետև որևէ բան, որը տեղի է ունենում, ինքը որակյալ կարող է տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ է դրված, բովանդակություն է դրված, որը ուղենիշ է ծառայում բոլորի համար, եւ տեքստը հրապարակային է եւ բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը
Եվ այդ առումով ես կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք։ Հարկեր վճարել, այդ նոր հայեցակարգը, որը շատ կարևոր է, պետք է գիտակցվի վերջո, որ Հայաստանի Հանրապետություն իրոք չկա ոչ մի ընտանիք, բառից բուն իմաստով, ոչ մի ընտանիք, այդ ընտանիքների թիվը 0 է, որ ինքը իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Նույնիսկ ամենաունևոր ընտանիքների դեպքում սա 100% ճշմարտություն է։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ 1 աղբյուրը։ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիս է տվել, որի ընթացքում հիմնականում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ձեռք բերված պայմանավորվածություններին, խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացին եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձ է կատարել նաև անցնող տարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ նրա, թերևս ամենակարևոր ձեռքբերումը այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կնքված համաձայնագիրն է, որը տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում եւ բացում է նոր հնարավորություններ։ Բայրամովն ընդգծել է, որ նաև այս պայմանավորվածությունների արդյունքն է, որ վերջին շրջանում աստիճանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրային կապեր են հաստատվում, նկատի ունենալով ադրբեջանական տարածքով ռուսական եւ ղազախական հացահատիկի տարանցումը Հայաստան եւ իհարկե աղմուկ հանած ադրբեջանական վառելիքի ներկրումը մեր հանրապետություն։ Ըստ նրա, խաղաղության պայմանագրի հաստատման համար 2025 թվականը զգալի առաջընթացի տարի էր։ Դեռևս նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի զատման եւ գծման հանձնաժողովների աշխատանքային հանդիպում, իսկ նախկինում նման հանդիպումները անցկացվել են առցանց։ Այս մասին ասել է Բայրամովը, չմոռանալով հերթական անգամ խոսել նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը եւ թրիփի պարտավորությունների լիակատար կատարումը պարտադիր պայմաններ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հաստատման համար։ Տարեվերջան իր ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա Թուրքիայի դերակատարության մասին, նկատելով, որ ինչպես բազմիցս թուրքական կողմի պաշտոնյաներն ընդգծել են, հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն կապված են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի հետ։ Իմ գործընկեր Հական Ֆիդանը նույնպես ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կապված են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների հետ։ Ջեյհուն Բայրամովի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի հիմնական հատվածում, որը վերաբերել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսել է նաև թրիփ նախագծում ռուսական կողմի հնարավոր ներգրավվածության մասին, ընդգծելով, որ Հայաստանից իրենց հայտնել են, թե Սյունիքի մարզում երկաթուղային աշխատանքներում ռուսական կողմը չի կարող ներգրավել, քանի որ դեռևս օգոստոսին կնքված պայմանագրում դրա մասին որևէ կետ չկա։ Իսկ Ադրբեջանը թրիփ նախագծին վերաբերող իրենց մասով աշխատանքները ավարտելու է 2026 թվականի գարնանը, հավելել է Բայրամովը։ Իդեպ լրագրողներից մեկի Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ հարցին ի պատասխան Բայրամովն ասել է, թե եթե իրենց երկրի շահերից ելնի, անհրաժեշտություն ելնի, ապա անպայման կայցելի Հայաստան։ Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծ ու դատաքննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հայ գերիները, այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը եւ Լևոն Նացականյանը իրենց մեղքը չեն ընդունել։ Դեկտեմբերի 26-ին Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծ ու դատավարությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, դատական նիստի ընթացքում շարունակվել է հայ գերիների եզրափակիչ դատական խոսքերի լսումը։ Նշվում է, որ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները եւ իրեն
Արմեն մեղավոր չի ճանաչել։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Երկուսն էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Արկադի Ղուկասյանը նշել է, որ մեղադրող կողմը որպես հանցագործություն է ներկայացնում իր աշխատանքը խորհրդային Ղարաբաղ թերթում։ Նա պարզաբանել է, որ եղել է խմբագրի 4 օգնականներից մեկը եւ զբաղվել է նյութերի ռուսերեն թարգմանությամբ, ընդգծելով, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում։ Ղուկասյանի խոսքով 2007 թվականից ինքը հեռացել է քաղաքականությունից եւ այլևս չի վերադարձել։ Բակո Սահակյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախում որևէ հանցավոր կազմակերպություն չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Նրա խոսքով հանցավոր միավորում ձևակերպման ներքո Բաքուն փաստացի նկատի ունի հենց Արցախը։ Դեկտեմբերի 25-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գործով դատական նիստը։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Մնացականյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից եւ դատավորին խնդրել է որոշում կայացնել բացառապես դատարանում տված ցուցմունքների հիման վրա։ Նա ներկայացրել է իր 3 օր շարունակված ելույթի 51 էջանոց տեքստը, պահանջելով այն կցել նիստի արձանագրությանը։ Նույն գործով ավելի վաղ ելույթներով հանդես էին եկել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ընդունում իրենց վերագրվող մեղադրանքները։ Միևնույն ժամանակ Յանջայի ծանր հանցագործությունների դատարանը դեկտեմբերի 25-ին 58-ամյա արցախցի Կարեն Ավանեսյանին դատապարտել էր 16 տարվա ազատազրկման, ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն հրապարակված տեսանյութերում որևէ զենք չի երևում, իսկ Ավանեսյանը շարժվում է Ստեփանակերտում Իլհամ Ալիևի գտնվելու վայրից հակառակ ուղղությամբ։ Արցախի միություն կազմակերպությունն էլ անդրադառնալով Ավանեսյանի դատավարությանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը։ Կազմակերպության գնահատմամբ Ավանեսյանի դատավարությունն անցկացվել է առանց արդար դատաքննության երաշխիքների, իսկ նրա առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվություն չի տրամադրվել։ Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատական նիստը հետաձգվել է։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ պաշտպան Էմիլ Բաբիշովը միջնորդել է հետաձգել այն առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին։ Դեկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել է, որ այցերն իրականացվել են առանձնազրույցների ձևաչափով, նպատակ ունենալով գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը եւ գերիների հանդեպ վերաբերմունքը։ Հաշվի առնելով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի, այցը կազմակերպել է անմիջապես Ժնևում գտնվող կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում ներկայումս պահվում է 23 հայ գերի։ Նրանց դատավարություններն ընթանում են առանց անկախ դիտորդների, միջազգային իրավապաշտպանների եւ ազատ լրատվամիջոցների մասնակցության։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Չնայած բարդ փուլին եւ արտաքին ներգործությանը հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց էությունը, այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամփոփելով 2025 թվականը Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների համատեքստում։ Մեր հարաբերություններում բարդ փուլ է, դրանք չեն կարող մեկուսացված լինել տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներից եւ մենք զգում ենք այդ ներգործությունը։ Կարեւոր է, որ պահպանվի այն առանցքայինը, որը մեր հարաբերությունների հիմքն է։ Կցանկանայի ակնկալել, որ չնայած բոլոր խնդիրներին ու դժվարություններին մենք կպաշտպանենք այդ հարաբերությունները արտաքին գործոնների անբարենպաստ ներգործությունից։ Ամբողջ տարվա ընթացքում երկու կողմերից էլ քաղաքական կամք է դրսևորվել հարաբերությունները պահպանելու համար, նշել է դիվանագետը։ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը, հնչել են Հայաստանի պետական եւ զինված ուժերի օրդներկները։ Ելույթով հանդես է եկել նախարար Պապիկյանը, զինված ուժերի գշպետ Էդվարդ Ասարյանը հանդես գալով զեկույցով հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքները ու առաջիկա անելիքները։ Պաշտպանության նախարարը մի շարք հանրարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին զինված ուժերի պաշտպանունակությունն ամրապնդելու եւ ծառայությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր եւ հուշանվերներ։
Շարունակում ենք թողարկումը, Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանություն, մարզի բնակիչներից մեկն իր ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ կտրող ծակող գործիքով հարվածներ է հասցրել անչափահասի մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել անչափահասի կյանքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոն։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դիզվառելիք են հափշտակել հակակոռուպցիոն կոմիտեից հայտում են, որ գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է վաճառել եւ գնորդ գտնելու համար դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին։ Վառելիքը գնորդի մեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված երկու անձանց միջև։ Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք, բայց չեն կարողացել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին, պահեստապետին, դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին առևտրային կազմակերպության տնօրեն ԱԿ-ին հաղթող ճանաչելու համար կառուցապատողից Երևանի Աբովյան, Արամին, Ալբանդյան եւ Պուշկին փողոցների հատվածներում կառուցվող բնակելի շենքերում ընդհանուր 200 քառակուսի մետր մակերեսով բնակարան է կաշառք ստացել։ Կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակելու համար ԱԿ-ին մեղադրանք է ներկայացվել։ Լևոն Սարգսյանին, որը հետախուզման մեջ արդեն 6 տարի եւս նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի վերջինս դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից եւս խոշոր չափերով կաշառք է ստացել։ Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է ողջ առողջ մարդկանց ներքին օրգանների գործարքներով, գլխավոր դատախազության եւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները Ղազախստանի ԱԳՆ-ի աջակցությամբ Լեհաստանից արտահանձնել են մարդկանց ներքին օրգանների անօրինական վաճառքի համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացու, որի դերը դոնորների եւ օրգաններ ստացողների միջև հանդիպումների որոնումն ու կազմակերպումը, օրգանների գնման, վաճառքի եւ փոխպատվաստման գաղտնիության եւ կազմակերպչական աջակցության ապահովումն էր։ Ընդհանուր առմամբ հանցավոր խմբի անդամները ինչպես Ղազախստանում, այնպես էլ այլ երկրներում կազմակերպել են ողջ առողջ մարդկանց օրգաններին առնչվող 56 անօրինական գործարք։ Կասկածյալը, որը ներկայում նախնական կալանքի տակ է, ձերբակալվել է Լեհաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ եւ արտահանձնվել Ղազախստանին։ Հարուցված մեղադրանքներով նախատեսվում է 8-ից 12 տարվա ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության հանցավոր ցանցը գործել է 2017-ից 19 թվականներին եւ ընդգրկել է Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Қырғызստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Թայլանդը։ Վաղար շաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն իր ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց աջակցությամբ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով եւ ուղղակի վաճառքով օտարել է շոկայականից բազմակի ցածր գներով։ Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս, հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը եւ տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։ Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում Դիանա Գասպարյանին եւ նրա հետ փոխկապակցված եւս 4 անձի, այդ թվում ամուսնուն եւ նրա հորը մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման եւ գույքի չհայտարարագրման համար։ Անձը համակարգչային խարտախությամբ հափշտակել է 3.3 միլիոն դրամ կատարել փողերի լվացում։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ անհափշտակված գումարը ելքագրումների կամ խաղային պարտությունների տեսքով փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված եւ իր կողմից փաստացի կառավարվող խաղային էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին, ստանալով դրանք տնօրինելու հնարավորություն։ ՄԱ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր Խաչատուր Մայրապետյանի եւս մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Խաչատուր Մայրապետյանը 2013-ից 19 թվականների ընթացքում 3 ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր եւ ստացել 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35700 լիտր բենզին։ Այնուհետև Գիտությունների ազգային ակադեմիայի ԳՍ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ընթացիկ գործունեության գիտարշավների
եւ տեղական գործողումների իրականացման պատրվակով փոխտնօրենի եւ վարորդի օժանդակությամբ տարբեր չափի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել։ Քրեական վարույթից բացի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին եւ Ուկրաինայի այլ շրջաններին Զելենսկու եւ Թրամփի հանդիպման ընթառաջ։ Թիրախում են հայտնվել նաեւ բնակելի շինությունները, որի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, այդ թվում 2 երեխա։ Վիրավորներից 12-ը հոսպիտալացվել են։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ ի պատասխան Թայվանին զենք վաճառքի։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ Վաշինգտոնի քայլերը խաթարում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են կիրառվել 20 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների եւ պաշտպանական ոլորտի 10 ավագ ղեկավարների նկատմամբ։ Դրանք ներառում են ակտիվների սառեցում, գործակցության արգել եւ Չինաստան մուտք գործելու սահմանափակումներ։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ ստանալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ նրա օգնական Յուրի Ուշակովը բանակցություններ է վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի որոշ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, չհստակեցնելով հեռախոսազրույցների ժամկետները։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Պեսկովի խոսքով կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկխոսությունը շարունակելու վերաբերյալ։ Նա նաև հայտնել է, որ Մոսկվան վերլուծել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ռուսաստանին է փոխանցել Կիրիլ Դմիտրիևը։ Սիրիայի Հոմս նահանգի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, եւս 5-ը վիրավորվել։ Տեղեկությունը Reuters-ին հայտնել է տեղի պաշտոնյան։ Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ անվտանգության ուժերը շրջափակել են հիմնականում ալավիներով բնակեցված տարածքը եւ իրականացնում են հետաքննություն։ Տեղի իշխանությունների նախնական տվյալներով պայթյունը կարող էր իրականացվել մահապարտ ահաբեկչի կողմից կամ պայմանավորված լինել մզկիթում տեղադրված պայթուցիկ սարքով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նպատակը Սերբիայի Հանրապետությանը եւ նրա տարածքային ամբողջականությանը սպառնալն է։ Վուչիչը նաեւ մեղադրել է Վաշինգտոնին Կոսովոյի ալբանացիներին զենք մատակարարելու համար, ընդգծելով, որ այդ քայլերը լարում են իրավիճակը տարածաշրջանում։ Չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններին Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին եւ մնում է Դաշինքի ու Եվրոպայի մաս։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով Վաշինգտոնն ակնկալում է, որ եվրոպական երկրներն ավելի մեծ ներդրում կունենան պաշտպանության ոլորտում, սակայն ՆԱՏՕ-ի ներսում գործընկերությունը մնում է ամուր։ Ռյուտեն հիշեցրել է նաեւ Հագգայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որոնց համաձայն դաշնակիցները պայմանավորվել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, դա գնահատելով որպես Թրամփի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերում։ Նա հավելել է, որ ԵՄ երկրները կազմում են ՆԱՏՕ-ի տնտեսական հզորության մոտ 1/4-ը, մինչդեռ շուրջ 75%-ը բաժին է ընկնում ԵՄ-ից դուրս գտնվող դաշնակիցներին։ Այսքան այժմի համար կհանդիպենք։